կտավաթի սերմերով ու հանքային ջրով այսպիսի հրաշալի դիմակ ենք պատրաստելու։ Ծակոտիները մաքրող, սև կետիկները մաքրող, հակակնճիռային յուղոտությունն ու պզուկները մաքրող։ Մինչ արդեն անցնենք մեր դիմակի պատրաստմանը, ես ձեզ հենց այդպիսի մեր պիլինգներից մեկն եմ ուզում ցույց տալ։ Օրինակ սալիցիլատ թունշատ արդյունավետ ձևով պզուկներ է մաքրում, դուք կարող եք այս դիմակի հետ այն համադրել եւ արդեն պզուկները ձեր համար խնդիր չեն լինի, չիստկաների գնալու կարիք չեք ունենա, միայն կառաջնորդվեք տնային խնամքով, շատ արդյունավետ եւ որակյալ խնամքով։ Դե մեր այս ապրանքները, կոնկրետ այս պիլինգը ձեզ կարող է բավականացնել 3 ամիս, ունի շատ բարձր արդյունավետություն, որովհետեւ այն բոլոր արդյունքները տեսանելի են հենց առաջին օգտագործումից, ինչպես մեր պիլինգի, այնպես էլ մեր այս դիմակի պարագայում։ Արդեն անցնենք մեր դիմակի պատրաստմանը։ Մեզ մեր դիմակի համար անհրաժեշտ է կտավատի ալյուր, կտավատի սերմերի։ Դա սովորական սերմերն են, կարող եք աղալ սրճաղացով կամ պարզապես գնել աղացած, էլի սուպերմարկետներում կամ շուկաներում ծախում են։ Մի թեյ գթալը բավական է, կտավաթի սերմերից ստանում են կտավաթի յուղը եւ այդ պարզ պատճառով էլ կտավաթի սերմերը հարուստ են հենց բնական յուղերով, որը էլի մեր մաշկի համար շատ օգտակար է։ Կտավաթի սերմերի ալյուր մի թեյ գթալ եւ մի թեյ գթալ կանաչ կավ։ Կանաչ կավը դուք էլի կարող եք արդեն գնել սովորական դեղատներից, բոլոր դեղատներում վաճառում են։ Դեմքի ծակոտիների խնդիրը բավականին տարածված խնդիր է եւ առհասարակ տարիքային սահմանափակում չունի։ Այսպիսի խնդիր կարելի է հանդիպել ինչպես դեռահասների, այնպես էլ արդեն հասուն մարդկանց մոտ։ Ավելի ես կասեի, որ ավելի տարածված է հասուն մաշկի խնդիրների պարագայում, տղամարդկանց մոտ էլ է շատ խիստ նկատվում եւ այս դիմակի մեջ, քանի որ այդ շատ մանրաստիճան չի աղացած կտավատի սերմերը, այն ոչ միայն ծակոտիները մաքրող բորբոքում հանգստացնող հատկություն ունի, այլ նաև սկրաբային հատկություն ունի, ինչը բոլոր այս խնդիրների պարագայում շատ բարձր արդյունավետություն ունի։ Մենք որ ծակոտիները կարողանան ավելի խորքից մաքրվել, այսպես քաշող հատկություն ունենա, հենց այդ պատճառով նաև մի թեյ գթալի չափ մեղր ենք ավելացնում։ Իհարկե լավ կլինի, որ դուք մեղրը մի քիչ հալեցնեք, նոր ավելացնեք, ես այս պարագայում ինձ մոտ հալեցրած չի, պիտի այսպես ջրով հալեցնեմ եւ արդեն 2 թեյի գթալի չափ ջուր։ Հետո կարող եք նայել հանքային ջուր, ավելի լավ է ճշտեմ, հանքային ջուր ենք ավելացնում։ Դուք կարող եք սա ավելացնել այնքան, ինչքան որ այդ թանձրությունը ձեր մաշկի համար ընդունելի կլինի, որովհետև մի փոքր այս դիմակը մնալուց սկսելու ավելի թանձրանալ, որովհետև կտավաթի սերմերը ավելի ուռչելու են եւ այդ պարագայում ստացվում է, որ այս դիմակը կարելի է պատրաստել արդեն մի կես ժամ հետո նոր օգտագործել։ Հանքային ջուրը դուք արդեն գոլացրած եք լցնում։ Այսպես դուք մի փոքր տրորում եք, որպեսզի ձեր խյուսը ստացվի, որպեսզի կարողանաք կողմնորոշվել ինչքան է պակաս այդ հեղուկային մասը։ Հիմա մի փոքր երբ արդեն պատրաստենք, թողնենք, կտեսնեք, որ ինքը մի քիչ արդեն ավելի կթանձրանա։ Այդ ժամանակ կարող եք որոշել, որ հեղուկի մասը ինչքան ավելացնեք։ Եվ ավելացնում ենք նաև այդ մաշկի թթվային աստիճանը pH-ը պահելու համար քացախ։ Դա կրկին սովորական քացախն է։ Մի թեյ գթալը լրիվ բավական է։ Շատ եղավ, բայց այս դեպքում չի խանգարի, կարող եք ավելացնել։ Եթե մաշկը ընդգծված յուղոտություն ունի, 2 թեյի գթալը շատ ավելի ճիշտ կլինի, բայց օրինակ եթե սովորական է եւ այդպես ընդգծված յուղոտություն չունի, բայց սև կետիկներն են շատ, այս դեպքում մի թեյի գթալը արդեն ավելի լավ է, բայց եթե յուղոտությունը շատ է, ավելի լավ է եւ նաեւ զուգահեռ կա ակնե, այդ պարագայում արդեն ավելի լավ է, որ քացախը 2 թեյի գթալի չափ լինի։ Մենք կանաչ կավն ենք ընտրում այս դիմակի համար, որովհետև կանաչ կավը իր մեջ հակաբորբոքային հատկություններ ունի, նաև
սև կետիկները քաշելու հատկություն ունի, բորբոքումը հանելու հատկություն ունի։ Դրա համար կանաչ կավը ակնեի եւ յուղոտ մաշկի դեպքում ամենաարդյունավետ խնամքն է։ Եվ վերջնական բաղադրամասը, որ պիտի ավելացնենք այս բաղադրատոմսի մեջ, դա թեյի ծառի եթերայուղն է։ Թեյի ծառի եթերայուղը լայնորեն օգտագործվում է ինչպես արոմաթերապիայում, սովորական բժշկության մեջ, գրեթե բոլոր բժիշկները ամենատարբեր բորբոքումների պարագայում թեյի եթերայուղ նշանակում են։ Այնպես էլ տնային կոսմետոլոգիայում է այն լայնորեն օգտագործվում, շատ ապահով բաղադրամաս է, կարելի է օգտագործել կրկին մաշկի տեսակից ելնելով, եթե այսպես ինչպես նոր ասեցի, ընդգծված յուղոտություն է ձեր մաշկին, նաև ակնեն է բավականին շատ, այդ դեպքում մինչև մի 15-20 կաթիլ կարող եք ավելացնել։ Եթե շատ քիչ է, միայն սև կետիկներ են, մի 5 կաթիլը լրիվ հերիք կլինի, բայց եթե ձեր խնդիրը միայն այդքանով չի վերջանում, կարող եք արդեն դիմակից բացի շաբաթվա մեջ մի քանի օր, երբ որ արդեն լվացվել եք դիմակից հետո, կարող եք պարզապես այս եթերայուղը այսպես մատով քսել առաջացած բզուկների վրա եւ ձեր բզուկները շատ արագ կլավանան։ Վերջ, մեր դիմակը ամբողջությամբ պատրաստ է, ովքեր մինչև տեսան վերջ մնացին եւ տեսան, թե ինչ գեղեցիկ ու շատ կարեւոր է արդյունավետ դիմակ է ստացվել։ Հիմա արդեն կարող են նաև իմանալ ինչպես օգտագործել։ Դեմքը լվանում եք սովորական գոլ ջրով, կարելի է նաև օճառով, մաքրող միջոցներով, ինչին դուք սովորեք։ Այս պարագայում մենք լվացվում ենք գոլ ջրով դեպի ավելի շատ տաք ջրով, որ ծակոտիները ավելի բացվեն եւ այս դիմակը ավելի կարողանա օգտակար լինել։ Հետո դիմակը քսում եք դեմքին մի շերտով, սպասում մի 5-10 րոպե, քսում եք հաջորդ շերտը, այդպես նորից սպասում մի 5 րոպե, քսում երրորդ շերտը, մի 5 րոպե էլ այդտեղ եք սպասում եւ գնում լվացվում արդեն գոլ դեպի սառնությունը գնացող գոլ ջրով։ Եվ այս դիմակը կարելի է դնել շաբաթվա մեջ 3-4 անգամ, այս պարագայում կարող ենք ասել օրու մեջ։ Երբ դեմքից լվանում եք, այսպես սկրաբային շարժումներով լվանալով մաքրում եք, դուրս եք գալիս։ Հենց արդյունավետությունը առաջին իսկ օգտագործումից էլ կտեսնեք։ Եթե մեր այս դիմակն էլ եք հավանում, անպայման կիսվեք ձեր կարծիքներով, անպայման կիսվեք մեր տեսանյութով, իսկ ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը։ Իսկ եթե դուք ոչ միայն մեր տնային բաղադրատոմսերն եք հավանում, նաև մեր ապրանքները, կարող եք մեր բոլոր ապրանքներին ծանոթանալ մեր Facebook-յան էջում, դրանց հղումները թողնում եմ միշտ էջի տակ, Instagram-յան էջում, ինչպես նաև կարող եք ձեռք բերել Վալբերիսից եւ Օզոնից։ Իսկ ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը։